կարող եք նստել Աստծո ժողովուրդ։ Եկեղեցի Քրիստոս հայրավի մեռելոց։ Երիտասարդներին ասել եք, որ այսօր ետև չեն գնում, կարող են նստել։ Միայն փոքրիկներն են հետև գնում, մնացածը երիտասարդները այսօր միգուցե նեղնի, բայց նստեք, իրար հետ եղեք, միասին ելնենք, լսենք այն խոսքը, որ խոսվեց, որ այն խոսքը, որ տրվեց երկնքից մեզ, յուրաքանչյուրիս, ամեն, բոլոր մեզ, John 3:16 եկեղեցու դիտողներ, լսողներ, հետևողներ, այցելողներ և անդամներ։ Թույլ տվեք ասեմ, որ Քրիստոսի հարության հաղթական լուրը յուրաքանչյուր մարդու համար որպես ամենամեծ, ամենահրաշալի, ամենապատիվ հրավերն է, որ երբևէ մարդը կստանա իր կյանքում երկնային այն խնջույքին մասնակցելու։ Այն ինչ որ նա արեց, որպեսզի յուրաքանչյուրս այն հրաշալի խնջույքին, երկնային հարսանիքին մասնիկ լինենք, մասնակցենք, ներկա լինենք, ամեն։ Գիտեք, երբ որ աշխարհում մենք պատրաստվում ենք հարսանիքի կամ որևէ խնջույքի, մեր ամենալավագույնն ենք դնում, հա։ Մենք պատրաստվում ենք շաբաթներով, ամիսներով, տարիներով, որպեսզի մեծ հարսանիք անենք։ Վերջերս Մելանիս, Ռոմանիս հարսանիքներ եւ պատրաստվում էինք ծնողներով, որ ամենահրաշալին լինի, յուրաքանչյուրս, բայց ուշադիր լսեք, առավել եւս մենք պետք է պատրաստվենք, առավել եւս մենք պետք է զգայուն մոտենանք այն հարսանիքին, որը մեր Փեսայինն է, որի հարսը մենք եկեղեցին ենք, Քրիստոս Հիսուսի հարսը մենք ժողովուրդս ենք, մենք պետք է պատրաստվենք, ամեն։ Բոլոր մեզ դիտողներին մի մերժեք, մի անտարբեր եւ մի անհոգ գտնվեք ձեր փրկության համար։ Այս ժամանակը, որ մեզ տրված է, ակնթարթում մի օր կանգ է առնելու, մեր աչքը կթարթենք եւ կբացենք եւ կտեսնենք ժամանակն է արդեն այս աշխարհում մեր կյանքը ավարտելու։ Եկեք մենք մեզ հարց տանք, եթե այդ լինի այսօր, արդյոք պատրաստ եմ հավիտենական կյանքի, ամեն օր մենք պետք է պատրաստվենք դրան, պատրաստվենք եւ քաջալերվենք, որ այդ խնջույքին ներկա լինենք։ Աստծո ժողովուրդ եւ բոլոր նրանք, ովքեր մեզ դիտում են, եկեք լրջությամբ մոտենանք այն հարության լուրին, որին մենք իսկապես հավատացինք, ամեն, անմոռանալի օրեր, հաղթանակի օրեր, եկեք վերհիշենք, թե ինչ ապրեցին աշակերտները, և մենք ինքներս պատրաստվենք վերապրելու այդ նույն զգացումը, որ մեր հետ է կատարվելու, նրանց ասած երրորդ օրը հարություն եմ առնելու և նրանք սպասում էին, վախերի մեջ, տագնապի, շփոթության մեջ, բայց սպասում էին, որովհետև Հիսուսը խոսել էր և գիտեք մենք մարդիկս ինչ խոսենք, միգուցե խաբենք կամ սխալվենք կամ սայթաքենք, բայց երբ որ Աստված է խոսում, նրա խոսքը դատարկ հետ չի վերադառնում իրեն, Հիսուս խոսել էր և ասել էր, երրորդ օրը հարություն եմ առնելու, բայց մենք մարդ էակներս, տկար անոթներ, մենք միշտ վռազում ենք, շփոթվում ենք, վախերի մեջ ենք ընկնում, սկսում ենք կասկածել, արդյոք նա Աստծո որդին էր, բայց ինչի մի օր շուտ հարություն չառավ, չէ, վախեցած էին։ Հիսուս ասաց երրորդ օրն եմ հարություն առնելու և իր խոսքը կատարվեց և երրորդ օրը հարություն առավ։ Այսօր մենք նույն խոստումը ունենք, ետ եմ վերադառնալու, բայց մի տարբերությամբ օր ու ժամ չասաց մեզ, ասաց պատրաստվեք,
Պատրաստվեք, որովհետև ետ են վերադառնալու։ Այսօր էլ մենք այն աշակերտների պես շատ անգամ շփոթված, շատ անգամ վախեցած, շատ անգամ կասկածելով, չամանչենք ասենք կասկածելով, շատ անգամ այդ սարսափը, հիասթափությունը մեր մեջ, բա ուր այնչի չի մոտենում այդ օրը, ուշադիր լսեք, Սուրբ Հոգին հիմա խոսում է բերանիցս յուրաքանչյուրիս հետ, սպասեք, շատ շուտով նա վերադառնում է և ամեն աչք կտեսնի նրան և ամեն ծունկ կծռվի նրա առջև, նրան ընդունած, թե չընդունած, ամեն։ Եվ շաբաթը անցավ և կիրակին եկավ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սաղովմեն, ասում է խունկերը առան և գնացին Քրիստոս Հիսուսի գերեզմանը։ Եվ ճանապարհին միմյանց հետ խոսում էին, ասում էին, տեսնես մեկը կլինի այնտեղ, որ մեզ օգնի այդ քարը մեկ կողմ գլորեն գերեզմանի առջևից, որտեղ քարը հսկայական քար էր, ծանր էր, եւ իրենք կանայք չէին կարող այն մեկ կողմ գլորել, եւ մտածում էին իրար հետ խոսալով, ասում էին, տենաս մեկը կլինի, որ այդ քարը մեկ կողմ կգլորի, եւ հանկարծ, երբ մոտեցան գերեզմանին, աչքերը տեսա, որ քարը մեկ կողմ է գլորված։ Եվ մտածեցին, սա ոնց կարող է պատահած լինի։ Եվ երբ որ մոտեցան գերեզմանին եւ ներս նայեցին, տեսան մի երիտասարդ տղա, ասում է սպիտակ պատմուճան հագած, Հիսուսի մարմինը որտեղ որ դրված էր, նրա աջ կողմը նստած էր, բայց մարմինը չկար։ Եվ շատ վախեցան։ Պատկերացեք Աստծո ժողովուրդ, սա մենք որպես պատմություն ենք հիշում, բայց եկեք անկեղծ խոսենք։ Մենք ինչ կանեինք, կսարսափեինք, տեսնենք մեռելը չկա, մարմինը այն ջարդված, խոցված, մեռած, ոչնչացած այդ մարմինը, որ դրել էին այնտեղ չկա, դատարկ է գերեզմանը, եւ այնտեղ մի հրեշտակ է նստած, սպիտակ պատմուճանով, եւ նրանց ասաց, մի վախեցեք, դուք խաչված Նազովրեցի Հիսուսին եք փնտրում, նա հարություն է առել, այդպես ամեն չեն ասում, ասաց նա հարություն է առել, այստեղ չէ, այսինքն ինչու եք դուք կենդանին փնտրում մեռելների մեջ, Աստծո ժողովուրդ, նրանց ասաց, ահա այն տեղը, ուր որ նրան դրել եք, եւ այդ տեղը թույլ տվեք մի պահ բացատրեմ, կտավը մեկ կողմ դրած էր, նրա վրայի կտավը մեկ կողմ էր դրած, բայց վարշամակը, ասում է, ծալած էր, գլխի կողմն էր դրած, այն վարշամակը, որ իր երեսն էր փակված, ուշադիր լսեք, հրյաների սովորության համաձայն, երբ որ տղան գնում է մի աղջկա տեսնում է, հավանում է եւ ուզում է, իրենց սովորության համաձայն եթե հավանում է, իր պատվիրանն է տալի, այսինքն եթե այս խոսքերին համաձայն ես եւ եթե վարշամակը ծալում է եւ մեկ, այսինքն այդ թաշկինակը ծալում է եւ մեկ կողմ է դնում, նշանակում է հավանել եմ քեզ, գնում եմ, բայց հետ եմ գալու քեզ տանելու, որպես իմ հարց, բայց տրվել էր խոսքեր, եթե այս խոսքերին համաձայն ես, ես հետ եմ գալու քեզ տանեմ, Հիսուսը մեր փեսան իր վարշամակը, պատկերացեք, կտավը մեկ կողմ դրած, բայց վարշամակը ծալած դրված այնտեղ, այսինքն իմ հարս, իմ եկեղեցի, իմ ժողովուրդ, հավանել եմ ձեզ, ետ եմ վերադառնալու ձեզ իմ մոտ տանելու, դուք հասկանում եք սա ինչ խոստում է, վերադառնում եմ ձեզ իմ մոտ առնելու, եւ դա այն նշանն էր հրյաների սովորության համաձայն, որ նա հավանել է իր եկեղեցին եւ իր կյանքը դրեց սիրո պատճառով, որ մեզ մաքրի, սրբի եւ արդարացնի, որ մեզ արժանացնի երկնային թագավորության, եկեղեցին կարող է ասել ամեն։ Եվ հրեշտակը շարունակեց խոսել ասելով, բայց գնացեք աշակերտներին եւ Պետրոսին
այսինքն գնացեք նրանց ասեք, թե ձեզանից առաջ նա կգնա Գալիլեա, որտեղ դուք նրան կտեսնեք։ Եվ նրանք այս ամենը լսելով, դողալով, սարսափելով, ասում են, փախան, գնացին եւ այս ամենը պատմեցին աշակերտներին եւ երբ որ պատմեցին Պետրոսը եւ մյուս աշակերտը անմիջապես վազեցին ու հետ եկան գերեզման։ Երբ որ եկան գերեզման, տեսան գերեզմանը դատարկ։ Եվ ասում են թողեցին եւ գնացին իրանց տները։ Բայց մեկը կար, որ անարգված էր աշխարհի կողմից, դա Մարիամ Մագդաղենացին էր, ու մեջից Հիսուսը դևեր էր հանել, ով մի անառակ կին էր եղել, չընդունված, չհարգված, այդ մեկը չհեռացավ, գերեզմանի մոտ կանգնած դրսում լացում էր եւ իր փրկիչին էր փնտրում, ուզում էր նրան տեսնել, եւ այդ պահին ներս նայեց եւ տեսավ երկու հրեշտակ Հիսուսի մարմինը որտեղ որ դրված էր, մեկը գլխի կողմը, մեկը ոտքի կողմը նստած են եւ նրան հարցրեցին. ով կին, ինչու ես լաց լինում? Եվ նա պատասխանեց նրանց ասելով, ասաց, որովհետև Տիրոջս վերցրել են եւ չգիտեմ ուր են տարել նրա մարմինը։ Եվ այդ ասելու ժամանակ, երբ որ շուռ եկավ հետև, տեսավ Հիսուսը կանգնած է իր ետևում, բայց չճանաչեց նրան, տեսավ, բայց չճանաչեց, շատ աստվածաբաններ ասում են այսպես, ասում են, որովհետև դեռ մութ էր, դեռ լույսը չէր ծագել, առավոտ կանուխ էր, դեռ մութ էր, եւ նա այնքան էր լացել, պատկերացեք 3 օր անդադար լացել էր, նրա աչքերը ուռած, նրա տեսողությունը մի տեսակ թուլացած, խավարած, դրա համար չճանաչեց, շատերը այդպես են ասում, ոմանք ասում են, որովհետև Հիսուսը պետք է իրեն ճանաչել տար, ինչ որ է, չճանաչեց, եւ այդ պահին Հիսուսը նրան հարցում տվեց, կին, ինչու ես լաց լինում, ում ես որոնում, Մարիամ այդ պահին կարծեց պարտիզպանն է դա, այսինքն այդտեղի պարտիզպանն է, եւ նրան պատասխանեց եւ ասաց, Տեր, եթե դու ես վերցրել իմ Տիրոջ մարմին, ինձ ասա ուր ես դրել, որպեսզի գնամ նրա մարմինը հետ վերցնեմ, եւ այդ պահին Հիսուսը նայելով Մարիամին ասաց, Մարիամ, Երբ որ նրա անունը տվեց Մարիամ, Մարիամը իսկույն աչքերը բացվեց եւ տեսավ Հիսուսն է եւ ասաց Ռաբունի, որը նշանակում է վարդապետ։ Ինչ հրաշալի պահ է այս պահը, սա է ինձ զարմացնում եւ կուզեմ յուրաքանչյուրս կենտրոնանանք սրա վրա։ Հիսուս նրան ասաց Մարիամ, ինձի չդիպչես, դեռ չեմ ելել իմ հոր մոտ, այսինքն մինչեւ չհելնեմ հորս մոտ ինձ չկպնես։ Ուրեմն ինչ ենք հասկանում, Հիսուսը իր գործը կիսատ թողած դեռ հոր մոտ չհելած, իջել է, որպեսզի Մարիամին երևա, այդքան եղբայրները սպասում են, այդքան ժողովուրդը, հավատացյալ ժողովուրդը, որ աղոթում են, սպասում են Հիսուսին տենան, երրորդ օրը հարություն առած, ինքը ամեն բան մեկ կողմ ա թողել, դեռ երկինք չի հելել, բայց եկել ա Մարիամի մոտ, որ Մարիամին ասի, Մարիամ մի վախեցի, ես հարություն եմ առել, այսինքն ես իմ խոստումը պահել եմ, ստեղից ինչ միտք ենք առնում, որ որքան ողորմած ու սեր է նա, եթե դու քեզ Մարիամի նման տեսնում ես ոչնչություն, ոչ կարևոր մեկը, որ ասում ես, ես ով եմ, որ Հիսուս ինձ այցելի, այս օրինակը բավական է, որ այլևս չկասկածես, դու կարևոր ես, դու այնքան կարևոր ես, որ Հիսուս ամեն բան կթողի, որ քեզ այցելի, և քեզ ասի մի վախեցի,
Ես հարություն եմ առել եւ իմ հարության լուրը հենց քո համար եմ բերել, որ այսօր դու իմանաս, իմ զավակ, ինձ ընդունող, իմ հոգուց վերստին ծնված մարդ, որ դու ունես հավիտենական կյանք եւ ոչ մի բան այս կյանքում, նույնիսկ քո ամենապիղծ մեղքը չի կարող քեզ բաժանել իմ սիրուց։ Բռնեք։ Ասաց Մարիամ, գնա եւ իմ եղբայրներին ասա, ախր Հիսուս, ինչու չես գնում դու եղբայրներին ասես, ինչու ես ուղարկում այդ կնիկը, որ անարգված մեկն է եղել։ Հիսուս քանդում է օրենքներն ու այն սուտի հասկացողությունը կրոնական, գնում է այն մարդկանց, որ ամենաանարգված ու անարժանն են այս աշխարհում եւ ամաչացնում է նրանց, որ իրանց մի մեծ բան են կարծում։ Ասաց գնա, եղբայրներիս ասա, ես վեր եմ ելնում իմ հոր մոտ, ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ, ձեր Աստծո մոտ, ծանոթություն։ Այսօր մենք պետք է հասկանանք, երբ որ Հիսուս աղոթում էր հորը, այդ հայրը այսօր մեր հայրն է, որդեգրեց մեզ, իրենը արեց մեզ, այն Աստված, որ աղաղակում էր Հիսուս, այդ Աստվածը մեր Աստվածն է, մեր ստեղծիչն է, որքան խոնար արտահայտություն, կարի ասի գնում եմ իմ հոր մոտ, իմ Աստծո մոտ, ասում եմ գնում եմ իմ հոր մոտ, ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ, ձեր Աստծո մոտ, փորձում է մեզ ինչ անի, մոտեցնի հորը, այն որ աղոթում էր, ասում էր հայր, խնդրում եմ քեզ, ինչպես ես ու դու ենք մեկ իրար հետ, սրանց է մեկ արա մեր հետ, հավատացեք այսօր մենք մեկ ենք Քրիստոսի եւ Հայր Աստծո հետ, որովհետեւ նա բնակվում է մեր մեջ, ամեն, եւ այդ նույն օրը գիշերը հայտնվեցավ աշակերտներին եւ փչեց նրանց վրա եւ ասաց. առեք Սուրբ Հոգին, ում մեղքերը կներեք երկրի վրա կներվեն, ում մեղքերը կպահեք չեն ներվի։ Պատմությունը հրաշալի է, հուզիչ է։ Այս մեկ շաբաթը ես այնքան եմ լացել, երևի այսքան լացած չկամ, որովհետեւ որ նայում ես, եթե իրական անձդ քննում ես, եթե իրական Դավիթի նման դու քեզ ստենում ես քո թերություններն ու տկարությունները, դու հասկանում ես մեկ բան. Արդարը մեռնի արդարի համար մի տեղ հասկանալի է, արդարը մեռնի իմ նման ոչնչության համար, ինձ թվում է մինչև հավիտենություն էլ չեմ հասկանա ու չեմ է կարող հասկանալ այն սերը, որ նա ունի իր մեջ։ Քարոզը այս պատմությունով առաջնորդեց Սուրբ Հոգին ինձ հիշեցնելով, Սուրբ Հոգին կհիշեք, ասած կհիշեցնի, հիշեցնելով Հիսուսի խոսքերը եկեղեցուն ինձ եւ քեզ, քաջացեք ես հաղթել եմ աշխարհին, քաջացեք ես հաղթել եմ աշխարհին։ Հովանես 16:33 համարից ենք այս համարը առել վերնագիր, ասում այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք, աշխարհում նեղություններ կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Փառք տանք մեր ամենակարողին։ Աստծո ժողովուրդ, քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին թեմայով քարոզը սովորաբար ընդգծում է, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով, Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատքի, բայց հավատք ոչ թե այնքան որ հավատում եմ քեզ, կենթանի, գործունյա հավատքի միջոցով մենք յուրաքանչյուրս հավատացյալներս կարող ենք հաղթական կյանք ապրել մեղքի եւ մահի նկատմամբ։ Եթե դու Քրիստոսին ես իրականում, մահը եւ մեղքը այլևս քոնը չի եւ քո վրա չի տիրում։ Կսայթակես, կընկնես, մարմինը կտկարանա, իր շնորհքը կգա կլռացնի ու կփակի, իր սերը կգա կծածկի, չի խայտարակի, բայց մենք պետք է ապրենք այդ կյանքը,
Քրիստոսով գործունյա հավատքով, ամեն։ Եթե մեր հավատքը չունի գործեր, նմանվում է ինչի մի մարմնի, որ իր հոգին մեջը չի մեռած է։ Նույնպես հավատքը։ Հավատքի մեջ նաև Սուրբ Հոգին է պետք, հոգի է պետք։ Հավատքի մեջ եթե հոգի չեղավ, գործ չի տա, պտուղ չի ունենա։ Դրա համար յուրաքանչյուրս ձգտենք, որ մեր հավատքը կենթանի լինի Քրիստոսի անուշ ու քաղցր Սուրբ Հոգու միջոցով, ամեն։ Հիսուսի զոհաբերությունը խաչի վրա դարձավ հիմքը հաղթանակի։ Ամեն անգամ երբ կտկարանաս կամ կկասկածես, կհիասթափվես քո կյանքից, շուրջդ ընտանիքումդ բաներ կկատարվի, որ կասես, բայց ինչու, նայիր խաչին, նայիր հաղթանակին, հաղթանակի բանալուն, որը որ մեզ տալիս է այդ իրավունքը քայլելու այդ հաղթանակի մեջ։ Աստված կարող է մեր կյանքում, մեր ընտանիքներում, մեր երեխաների կյանքում, մեր ծնողների, հարազատների կյանքում բաներ փոխել, եթե մենք քայլենք հաղթանակի մեջ, հաղթանակի հետքերով։ Այնինչ Հիսուս արեց, ժողովուրդ լսեք, այնինչ Հիսուս արեց, արգելքներ չկար նրա առջև։ Եվ նա մեզ ասաց դուք ավելին եք անելու։ Իսկ ինչու չեն անում այսօր հավատացյալներ ավելին, որովհետև կասկածում են, որովհետև հաղթանակի հետքերով չեն քայլում։ Եթե մենք քայլենք Հիսուսի հետքերով, մենք արդեն իսկ հաղթողներ ենք։ Այլևս չենք նայում տեսանելին, նայում ենք հոգևորը, որ արդեն կատարվեցավ։ Ամեն։ Հիսուսը դեռ հոգին չէր տվել, երբ որ նա բարձրաձայնեց, կատարվեցավ։ Մինչև հոգին չտար, մինչև վերջի վայրկյանը կարող էր բաներ փոխվել, բայց նա ասեց կատարվեցավ, հոգով, հավատքով, հռչակում, կատարվեցավ։ Այսօր մենք նույնպես պետք է նայենք մեր իրավիճակներին։ Նայում ես, տեղեր կա երեխա թերի է հավատքի մեջ, երեխա եկեղեցում չէ, երեխա սխալ կյանքի մեջ է, մի վախեցիր, հավատա և հռչակի ասա կատարվեցավ, նա պետք է մի օր Քրիստոսին գա, թեկուզ եթե քո այս աչկերով չտեսնես, հոգևոր աչկերովը տես ու հռչակի ու գոհացի, որովհետև նրա վերջի մահվան շունչը տալուց էլ Տերը հավատարիմ է կայցելի նրան, նա կփրկվի, որովհետև դու հավատում ես, որովհետև դու հռչակում ես, որովհետև դու գիտես, որ չկա մի բան, որ անհնարին ընի նրա համար, ումին դու ես հետևում, ով որ քո մեջ է բնակվում, ամեն։ Մենք հավատացյալ ժողովուրդը զորանում ենք հաղթական կյանք ապրելու համար միայն ու միայն Քրիստոս Հիսուսի զորությամբ, նրա իշխանությամբ, նրա առաջնորդությամբ, նրա հրաշալի շնորհքով, ոչ թե մեր կարողությունով։ Եթե քո կարողությունով ուզենաս բաներ փոխես, խոստանում եմ քեզ, սայթակելու ես։ Ոչ ոք իր կարողությունով չի կարող այս գիրքը այստեղից առնել, այստեղ դնել։ Սա Տերն է, Տիրոջ զորությունն է, Տիրոջ շնորհքն է, որ թույլ է տալի մենք շնչենք, շարժվենք եւ գործենք։ Դրա համար ողջ փառքը տանք մեր ամենակարող Աստծուն։ Հիսուսի հաղթանակի մասին քարոզները մոտ 9 տարի է լինում, քարոզում եմ փառքը Հիսուսին, տարիներով երբեք չեմ պարծենում, որովհետև տարիները իմ կյանքում դեր չի խաղում, իմ կյանքում բաներ կա, որ ուզում եք ասեմ ճշմարտությունը հիմա է սկսում փոխվել, տարիները դեր չի խաղում, քո հավատարմությունն ու քո մոտենալն է բաներ փոխում քո կյանքում, դու կարող ես 40 տարվա հոգևոր լինել, բայց լինել կարոնավոր, գաջած, սառած մարդ, բայց կարող ես մի վայրկյան Քրիստոսի հետ հանդիպում, քո կյանքը ամբողջովին փոխվի, դու այլևս նույնը չլինես, դրա համար տարիները չի, որ ես պարծենում եմ, ես պարզապես ասում եմ, մոտ 9 տարի է ելնում, որ ես քարոզում եմ, և բոլոր ուղերձների մանրամասն նկարագրությունը հաճախ մատնանշում են, որ նրա իշխանության զորությունը այժմ հասանելի է մեզ հավատացյալներիս ինձ և քեզ հավատքի և հնազանդության միջոցով ապրել հաղթական կյանք։ Էլի եմ կրկնում,
Ողջ աշխարհը ասում է ամեն բան կարող եմ անել Քրիստոս Հիսուսով, ոչ մի բան չեն կարող անել։ Նույնիսկ այս գիրքը ստեղ չեն կարողանում տեղափոխեն իրենց տան մեջ, որտեղ չունեն այդ իշխանությունը։ Մենք ամեն բան կարող ենք անել Քրիստոս Հիսուսով միայն ու միայն հոգու կենթանի հավատքով, ամեն, դրա համար Պողոս առաքյալը ասում է, հավատքիս պատերազմը պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքի պատերազմը ինչ է, որ անդադար պատերազմենք թշնամու դեմ, ամեն իր առաջարկների դեմ, բռնելով մեր հավատքը, վահան այն սրահը, այն ճշմարտության արդարության գոտին, խաղաղության կոշիկները ավետարանչության, սուրը, խոսքը, սաղավարտը մեր գլխի, որտև պատերազմը այստեղ է, թշնամին առաջարկներով գալիս է քո մտքիդ մեջ, պատերազմը հիմա ուշադիր ինձ լսեք, յուրաքանչյուրիս պատերազմը մեր ուղեղի մեջ է, մեր մտքի մեջ է, սա առողջ պահեցինք, ամբողջ մեր մարմինն առողջ, եթե դու ամեն օր արթնանում ես, խոսքի օրինակ, անհանգիստ, դու կարողացի թույլ տաս Սուրբ Հոգին տիրի քո մտքիդ վրա եւ քո միտքդ առողջ լինի, դու արթնանաս առողջ մտքով, որ ես առողջ եմ, դու այդ օր ամբողջ օրը առողջ ու լավ ես զգում, որտեղ միտքն է, որ թշնամին այդ dark, այդ մութ, խավարի առաջարկներն ու մտքերը տալիս է։ Ինձ հետ եք, anxiety-ները, panic attack-ները, ամեն վախերն ու անհանգստությունները որտեղ է խփում մտքիդ։ Հələ դու փորձի հետի չմտածես մի վարքյան, դու շատ լավ ես, ոչ մի anxiety չունես, բայց մի վարքյան տեղ տուր ու մտածի այդ մասին։ Հիշիր այդ զգացմունքը, այդ վախի հետ է գալու։ Cycle-ի նման, ծառի նման աճելու է ու անդադ կրկնվի քո մտքում։ Քանդեք, Հիսուս տվեց իշխանություն, ասաց գերի վերցրեք ամեն միտք ինչը Քրիստոսից չի։ Գերի վերցրեք ու ասեք Քրիստոս Հիսուսի անունով դատապարտում եմ քեզ թշնամի, դու չունես ոչ իշխանություն, ոչ զորություն ինձ վրա։ Հիսուս ասաց տվեցի ձեզ իշխանություն քայլելու օձերի ու կարիճների վրա, դա հենց այդ anxiety-ները, հենց մեղքերն են, ինչը որ մենք կներեք, որ ասում եմ շատ քրիստոնյաներ դեռ փայփայում են։ Որովհետև թշնամին այդպես է համոզում, հələ դու արթնացի ու ասա ես շատ լավ եմ, վերջացավ, հավատքով քայլի ջրերի վրայով, Հիսուսին ասա Հիսուս, կանչիր ինձ ուզում եմ քայլեմ ջրի վրայով, դա հավատքն է, որի վրայով մենք կարող ենք քայլել, եթե Հիսուսին հետևենք, եթե նրա ձայնին լսենք, ամեն, այսօրվա քարոզի ուղերձը հույսի և մխիթարության աղբյուր է բոլոր ծարավների համար, որ իրենք միայնակ չեն իրենց պայքարում և կարող են, ասա կողքինիդ կարող են հաղթահարել ցանկացած մարտահրավեր թշնամուց Քրիստոս Հիսուսի օգնությամբ։ Հռոմեացիս 8:37 համարում Պողոս առաքյալը ասում է, բայց այս ամեն բաներում առավել ևս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց, որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, ոչ բարձրություն, ոչ խորություն և ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է։ Հարցում ճաշակել եք դուք Աստծո սերը անձնական ձեր կյանքում։ Եթե սիրվել եք, ուրեմն պիտի սիրեք։ Աստծո ժողովուրդ հաճախ ինձ հարցնում են, ասում են, ինչ է նշանակում հաղթական կյանք ապրելը, որտեղ միշտ ասում եմ հաղթական ապրեք, հաղթական դիրքից պատերազմեք թշնամու դեմ, որտեղ արդեն Հիսուսը կատարեց, մենք արդեն հաղթողներ ենք, այդ հաղթական դիրքից պատերազմեք թշնամու դեմ, եւ հաճախ են ինձ ասում, իսկ դա որն է, թույլ տվեք բացատրեմ, հաղթանակի մեջ ապրել նշանակում է ապրել այնպիսի կյանքով, որը կարտացոլի Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած մեր այդ կենթանի հավատքը։ Ինչ
Ինչը բնութագրում է անկեղծ սիրել մարդկանց, Աստծո ժողովուրդ, քննիր քո անձը, երբ որ հիմա Սուրբ Հոգին խոսքը տալիս է մեզ, սիրում ես մարդկանց, արդյոք քո մեջ սեր կա մարդկանց նկատմամբ, թե մենակ սիրում ես քո շուրջը, քո մարդկանց, քո ընտանիքը, եթե դու սիրում ես քո երեխուն, լավ ես անում, Աստծո խոսքը ասում է, Են չար մարդիկ էլ են իրանց երեխեքին սիրում, իրենց ձագին սիրում, դա չի կարևորը, դու սիրում ես մարդկանց, անծանոթ թե ծանոթ, դու սիրում ես քո թշնամիներին, հա? Ներողամիտ ես լինում մարդկանց նկատմամբ, դա է կարևորը, հնազանդ ես Աստծո խոսքին, հաղթական կյանքը բոլոր սրանք մեջն ա մտնում, եթե ուզում ես հաղթական ապրես, սրանց մեջ պիտի ապրես, սեփական կամքդ հանձնել ես Աստծո կամքին, արդյոք աղոթում ես Տեր, իմ կամքը եւ ոչ քո, թե աղոթում ես Տեր, ոչ իմ կամքը, այլ քո կամքը թող լինի, ատում ես մեղքը, մեկ անգամ եւս հարցնեմ, ատում ես մեղքը, Աստծո ժողովուրդ ուշադիր լսեք, խնդրում եմ լռեք, լսեք, այս մարմինը չի կարա ատի մեղքը, ում ենք խափում, հարց եմ տալի, այս մարմինը չի կարող ատել մեղքը, որտեվ այս մարմնի հարազատը մեղքն է, որտեվ այս մարմինը ծնվել է մեղքից, այս մարմինի հոգը չի դու երկին կեթաս, թե դժող կեթաս, որտեվ այս մարմինը մնալու է աստեղ, հոգիդ պետք է ատի մեղքը, երբ որ քո հոգիդ ատում է, դու վերստին ծնված ես, ատում է մեղքը, և դու հոգու մեջ ես ապրում, դու կտիրես մարմնիդ վրա, որ մեղք չգործի, Երանի հասկանաք ինչ խոսած Սուրբ Հոգին մեզ հետ հիմա, եթե հոգով չապրես աշխարհի մեջ, դու ամեն վայրկյան ենթակա ես մեղք գործելու, որտև ես մարմնին հարազատ է մեղքը, դե համար որ բորում եք, ասում եք, այո ամեն, 2 րոպե հելնեք, 2 րոպե հետո դուք մեղք եք գործելու, մի հատ սուտ եք խոսալու, մի հատ չար նայվածք, մի հատ միտք, Հիսուս ասեց նույնիսկ որ մտածես ու ցանկանաս մեկի, դու արդեն մեղքի մեջ ես, հիմա հասկանում եք ինչքան խորն է, քանց մենք ենք պատկերացնում, հոգով է, որ կարողանում ենք մենք ճնշենք այս մարմինը և ապրենք հոգու մեջ աշխարհի մեջ, օգտագործելով այս մարմինը որպես անոթ, իսկ եթե ոչ, եթե մարմինը տիրեց քո վրա, քո հոգուդ վրա, դու չես կարող հոգևոր կյանք ապրել, և քո կյանքը հաղթական հաստատ չի լինի, պարտված կյանք կապրես դու քեզ խաբելով, որ հաղթող ես, իսկ ով է ուզում խաբված լինի, հա? Աստծո ճանապարհի մեջ է խաբված կյանք ապրենք, Աստծո ճանապարհի մեջ սուրբ ներկայության մեջ դարձյալ նստենք, բայց աշխարհի մասին մտածենք, մեր հեռախոսների մեջ ելնենք, ինչքանով է սա ճիշտ, շատերը այսպես խաբված են, և սա Աստծուն հաճելի չի, եթե մենք Աստծո ներկայության մեջ ենք, եկել ենք, ուզում ենք սարքվենք, մենք պետք է թույլ տանք Տերը մեզ սարքի, մենք պետք է զրկենք, մեր մարմինները պետք է ճնշենք, զրկենք բաներից, որ կառուցվի հոգին մեր մեջ, որ մենք կարողանանք աճենք, երգում ենք, բարձրաձայնում ենք, Սուրբ Հոգի արի, մեզ փոխի, երևի ով գիտի իրանց մտքում ասում են արի կեսուրից փոխի, հարսից փոխի, մարդուս փոխի, չէ, դու երգում ես Սուրբ Հոգի արի ինձի փոխի, ինչու ես դու մտածում նրանց մասին, թող նրանք անձնական իրանց համար խնդրեն, բայց եթե դու երգում ես, երկիր քո համար, աղոթիր քո համար, ումա պետք ողջ աշխարհը շահես, սաղի համար աղոթես, որ փրկվեն, մաքրվեն, բայց քո անձդ կորցնես, հոգ տար անձիդ համար, որպեսզի իսկապես ժառանգես երկինքը, Աստծո ժողովուրդ, պատվեք Տիրոջ խոսքը, պատվեք նրա ներկայությունը, շատերը այստեղ կարող են նստել, բայց հոգնել Աստծո խոսքից, գիտեք ինչու, որովհետև Աստծո հետ չեք, եթե նկատեցիք սկզբից, երբ որ ես եկա, ինչ ասացի, հա?
ասի բոլոր ինձ լսողներ, դիտողներ, այցելողներ, անդամներ։ Մի եղեք այցելող, եղեք անդամ, եղեք են իրա մարմնի մի փոքրիկ մասնիկ, որպեսզի կարողանաք ձգտեք սրբության, որտև իրա վրա տնկվածը չի կարող ճյուղերը պտուղ չտալ, իրա վրա տնկվածը միշտ ճյուղ է տալիս, միշտ պտուղ է տալիս, բայց եթե իրա վրա այնքան որ կպած ես, մի օր կընկնես, պտուղ չտաս, մի օր ինքը կկտրի ու կմաքրի քեզ, ժամանակն է լուրջ ընդունենք հոգևոր կյանքը, ժամանակն է ոչ թե աշխարհի նման, ողջ աշխարհը այսօր հարություն է տոնում, ողջ աշխարհը այսօր նստած կենացներով հարություն են տոնում, արդյոք դա ընդունելի է Աստծո առջև, ես ու դու հոգիտենք Տիրոջ խոսքը, եկեք մենք ինքներս անկեղծ լինենք մեզ հետ, ողջ աշխարհը գինիով, արաղով, չգիտեմ էլ ինչերով, կողքից էլ ավելնորդ բաներով տոնում են հարություն, արդյոք այդպես է Հիսուս ուզում իր հարությունը տոնենք, թե ուզում է հարությունից հետո նստենք ու սպասենք, Եվ պիտի Սուրբ Հոգու կրակը գա, Եվ պիտի բռնկվեմ նրա կրակով, Եվ պիտի իմ մեջից ելնի երկնային լեզուներ, Եվ պիտի պարգևներով ու պտուղներով զարդարվեմ։ Բավական է, հասկացողը հասկացավ։ Եկեք նայենք Պողոս առաքյալի կյանքը։ Առաջի Կորինթացիս 10:23 համարում մի հատ արտահայտություն անում, որ այնքան գեղեցիկ օրինակ է մեզ հոգևորներիս համար, ասում է, ամեն բան կարելի է ինձ, հա? Ամեն բան կարելի է ինձ, շարունակում է, ասել, բայց ամեն բան օգուտ չի, այսինքն ինչ ուզեմ կարամ անեմ, ազատ եմ, բայց ամեն բան օգուտ չի, այսինքն ամեն բան Աստծուց փառք չի բերի, ասում է ամեն բան կարելի է ինձ, բայց ամեն բան շինություն չի տալիս, հասկանում եք ինչ անում Պողոսը, հասկացել է ինքը որպես մարդ ազատ է, ինչ ուզի կարա անի, բայց ամեն բան չի անի, որովհետև դա շինություն չի բերի մարմնի մեջ, Քրիստոսի մարմնի մեջ, այսինքն խրատում է մեզ ասելով ոչ ոք իր անձի օգուտը չորոնի, այսինքն մենակ մի կենտրոնացեք ձեր վրա, ձեր համար լավնի, իմ համար, իմ, այսինքն եթե մի բան քեզ օգուտ է, բայց եթե դիմացնի դա վնաս է, մի արա դա, մեկ անգամ մեկը ինձ ասեց, մեղ կա գինի խմելը, ասացի, դու գինեմոլ ես եղել, ասաց ոչ, ասացի եթե խմում ես, դա քո խնդիրն է, քո ու Աստծո միջև է, բայց արի սենց մի բան ասեմ, եթե մեկը քո կողքը քուր կամ աղբեր, եկեղեցի այցելող մեկը եղել է ալկոհոլիկ, որը որ հայերեն ոնց են ասում, ընդեղ ասում են ալկաշ, հարբեցող, ոնց եմ սիրում քեզ գայանքուր, Եթե մեկ եղել է հարբեցող, ու եթե այդ գինին ինձ չի գայթակացնում, դա իմ համար մեղ չի, բայց ես պիտի խմեմ ու այդ հարբեցող անցյալ, այդ քրոջս կամ աղբորս համար դա վնաս լինի գայթակություն, ես չեմ խմի դա։ Այսինքն մի արեք բաներ, որ դիմացինը դրա մեջ եղել է կարող է գայթակվի, իրա մեջ բորբոքվի, մեղքը սկսի էլի զարգանալ, Պողոս ասում է, ամեն ինչ մի արեք, որ ձեր անձերի համար մենակ լավ լինի, արեք, որ մարմնի բոլոր անդամների համար օգուտ լինի։ Հաղթական կյանքի մեջ ապրելու համար առաջի բանալին, ինչն է, ձեզ եմ հարցնում եկեղեցի, սերն է, մամաս պատասխանեց, Փառք Հիսուսին, սերը, սիրելը, ինչ է այդ սերը, գործ է, ոչ թե ինչ-որ զգացմունք, որ անդադ արթնանա, հիմա ես ամեն օր հելնեմ ասեմ Արման քեզ ենքան եմ սիրում, բայց ինչ ասի չանեմ, չհարգեմ իրան, իրա համար հոգ չտանեմ, հա,
էդի սերա։ Բերանով ասում եմ, բայց գործերը այլ բան է ապացուցում։ Ամեն օր ես իրան ասեմ, սիրում եմ քեզ, բայց լրիվ հակառակ կյանք ապրեմ ես իմ ամուս։ Դա սեր չի։ Դա սեր չի։ Սիրելը Հովանես Առաքյալը ասում է 13:34 համարում, նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Եկեք մի հատ քննենք, ո՞նց սիրեց Հիսուսը մեզ։ Զոհաբերեց իր կյանքը մեզ համար։ Այսինքն ամեն բան արեց, որ մեր համար լավ լինի, ամեն ինչ արեց, որ մեզ պաշտպանի, ամեն ինչ արեց, որ մեզ փրկի։ Ինչու է ամուսիններին, հենց հատուկ ամուսիններին Տերը Հիսուսը պատվիրում ասում է, սիրիր կնոջդ այնպես, ինչպես ես եկեղեցին սիրեցի, պաշտպանի նրան, քո կյանքը դիր նրա համար, այո։ Եթե ամուսիններ դուք թույլ եք տալի ձեր կանանց խայտառակեն, ձեր կանանցից չարախոսեն, դուք սերը չգիտեք ինչա, որտեղ ձեր պաշտպանությունը պետք է լինի լռեցնել, ձեր կանանց պետք է դուք պաշտպանեք։ Ես այս խրատները նույնպես իմ տղաներին եմ տալի։ Ասում եմ դու պետք է, եթե քո կնոջ վրա բիծ տենան, այդ բիծը դու ես։ Դրա համար քո սիրով ծածկի ու պաշտպանի արդարացու քո կնոջը։ Դա է Հիսուս պատվիրել, ասում է կյանքդ էլ դիր նրա համար, ասում է անենց սիրի քո կնոջը, ոնց որ դու քեզ ես սիրում։ Եվ ամեն մարդ ամենաշատը իրան է, չես սիրում, կան այդպես մարդիկ, թե սաղը ուրիշներին եք սիրում առաջինը։ Սաղս առաջինը մենք մեզ ենք սիրում, եկեք անկեղծ լինենք։ Ասում է ոնց որ դու քեզ ես սիրում, այտենց սիրիր քո կնոջը, կյանքը դիր նրա համար։ Եվ սեղ ասում է, որ իրար սիրեք, ինչպես ես սիրեցի ձեզ, դուք էլ իրար սիրեք։ Հաղթանակը նրանում է, որ եթե սիրենք, հիմա ուշադիր լսեք, եթե սիրենք, դիմացինի թերությունները չենք տեսնի։ Ովքեր են սիրահարվել իրանց կյանքում։ 10 հոգի է ձեր բացած ձեզ, քան ժողովրդի մեջ, ովքեր են սիրահարվել իրանց կյանքում։ Խնամիս ասում է ես, ամեն Ռոման ջան, ու շատ փոքր տարիքից, չէ, երբ որ սիրահարվում ես, թերությունները չես նկատում, Հիսուս այդ սերն ասում ունենանք մենք, եթե մենք սիրում ենք, մենք իրար թերություններ չենք նկատում, եթե մենք սիրում ենք, իրար բաց թողումները չենք նկատում, եթե մենք սիրենք, չենք մեղադրի, եթե սիրենք, չենք բամբասի, չենք վիրավորի, հլը հիշեք են առաջի ժամանակը, որ նոր սիրահարված ես, ենքան զգուշ ես այդ մարդու հետ վարվում, որ հանկարծ մի հատ քո են փոքրիկ թերությունը չնկատի, անդադ սեր ես տալի ուշադրություն, սենց ուրիշ ձև ես, չեք ես պամ, թե մենակ ես եմ այդ ձև եղել, ժողովուրդն այդ զարմացած եք ինձ նայում, կարծես մենակ ես եմ եղել, որ սիրել ես, փակել ես, չէ մեղքերը, որ սիրել ես հանկարծ, եկեք սենց նայենք, երբ որ ընկեր ես ունենում, իմ հետ շատ ա եղել, երբ որ պապաս մամաս ասել են, այդ ընկերուի լավը չի, չես կարա հետը շփվես, որտեղ սիրել եմ, անենց եմ ծածկե, ձեզ ա թվում, դու գիտեք ինչ լավ մարդ ա, դու գիտեք ինչ լավ ընտանիք ա, որտեղ իմ պապան շատ խիստ ա եղել դպրոցական տարիներում էր, ու ինչ ընկերի ունենայինք, սաղին անուն էր դնում, դրանք boyfriend ունեն, իրավունք չունեն, Նիշտ կռիվ էր, պապ շատ լավն են, դու չես ճանաչում, փակում էինք, նույնիսկ ստում էինք, որ արդարացնենք ու ներկայացնենք լավը։ Սերը այդպիսին ա, որ ծածկում ա, չեմ ասում ստում ա, ծածկում ա մեղքերը։ Սիրով պետքա ծածկենք իրար մեղք։ Իսկ եթե չսիրես, կասես դրա կանգնած ձևը տեսար, արհամարում էր ինձ։ Դրա խոսալու ձևը, դրա նայվածքը, դրա Դաժե հակուկապի իմինադու էր հակնվե, որովհետև չես սիրում, նրա ամեն շարժումը քո վրա ազդում ա, ինձ հետ եք, Պետրոս Առաքյալ, առաջի 4-8 համարում ասում ա, բայց ամեն ինչից առաջ, սերը սերտ ունեցեք իրար հետ, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը, Եվ Պողոս Առաքյալը Կորինթացիներին առաջի թղթում 13 համարում ասում է, ապա ուրեմն մնում է հավատք, հույս եւ սեր։ Եվ ամենագերազանցը որն է սեր։ Մեր կյանքի վերջում մեկ բան է նայվելու՝ սեր։
ինչքան ենք սիրել։ Եթե սիրենք, կքարոզենք։ Եթե սիրենք, ճշմարտությունը կխոսենք։ Եթե սիրենք, նրա մեղքերը նրբությամբ կմոտենանք ու կփրկենք։ Գիտեք, սերը մի հատ ես խոսում եմ ագապե սեր, աստվածային գործունյա սեր, ես չեմ խոսում զգացմունքային սեր, այդ զգացմունքայինը որոշ ժամանակ կլինի, հետո սովորական կդառնա քո համար, հա? Ամուսիններ, գիտեք ինչ եմ ասում, մի ժամանակ է գալի, սովորական արդեն քոնն է, վերջ, էլ ինձ սիրո անդադ խոսք է գնում այնտեղ։ Ես խոսում եմ գործունյա սեր, գործունյա սեր։ Եթե գործունյա սեր ունեցար քո մեջ, կյանքդ է կտաս, նույնիսկ ծերանաս, էլի այդ սերը չի մարի, չի թուլանա, չի ծերանա, ինքը միշտ թարմ կմնա, ամեն։ Փաստոր Արմանի եւ իմ 25 տարին ալռանում ամուսնության։ Փոքր էինք, 17-18 տարեկան էինք իրար տեսանք, Արմանը միշտ ասում է Սիլվիկն է ինձ փախցրել։ Սա հիմա ժողովուրդը ձեզ էլ է երևի այդ ձև ասել։ Ամուսնանում ես հասարակա դառնում արդեն ամեն բան, որտեղ քոնն է արդեն։ Բայց դու պիտի գործ անես, դու պիտի ջանք անես, որ սերը որպես գործ մնա քո կյանքում։ Ինձ հետ եք, չէ, որ դու միշտ այդ գործի մեջ ապրես, հավատարիմ մնաս այդ գործի մեջ, ամեն։ Նկատել եք, այս դարի մարդիկ վախենում են սիրել։ Ես այս դարի, չգիտեմ, մշակույթն է, դարն է, որը ասեմ, չգիտեմ, բայց վախենում են սիրելուց։ Սեր ես տալի, հա, անմիջապես վատ մտքեր, անմիջապես սխալ արձագանք։ Մի տեսակ գրված է, չէ, ասում վերջի ժամանակներում, որտեղ պղծությունը այնքան է շատանալու, մարդկանց սերը սառելու է, երբ որ քրոջը աղբորը մենք եկեղեցում, որ աղբորներիս ասում եմ, սիրում եմ քեզ, կողքից եթե նայեն աշխարհի մարդիկ կասեն գժվել են սրանք, դուք եք գժվել, որ սերը չգիտեք ինչա, որ ես իմ կյանքը կդնեմ իմ աղբերների համար ես եկեղեցում։ Արման իր կյանքը կդնի, քուրերը արդեն ուրախացել են քուրերի համար ես, որտեղ մաքրություն կա, սրբություն կա։ Եթե Աստծո ճանապարհի մեջ էլ այդ սրբությունը չի գործելու մեր մեջ, զուր է ամեն բան։ Զուր է քարոզները, զուր է մեզ Աստվածապաշտ կոչելը։ Մենք պետք է այնքան վստահենք միմյանց, այնքան պետք է իրար հանդեպ ուշադիր ու սեր տանք միմյանց։ Պողոս առաքյալը եկեղեցում գրում առաջի Կորինթացիս 15:57 համարում ասում է, բայց շնորհակալություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը։ Մեզ համար այս գրությունը ավելի մանրամասը հայացք է Աստծո ժողովուրդ, Քրիստոսի միջոցով հաղթանակի հայեցակարգին, լսեք, հայացակարգին, այս բառը զանգում եմ ու հարցնում եմ մեր քուրերից մեկին, ինձ օգնեք էլի, որպեսզի ճիշտ հայերենով փոխանցեմ, որտեղ չգիտես ինչու Տերը ինձ առաջնորդելա, որ հայերենով քարոզեմ, ուրեմն պետք է ամեն ինչ անեմ, որ լավ հայերենով քարոզեմ, ամեն։ Եվ շարունակում է 58 համարում, ուրեմն սիրելի եղբայրներ, հաստատ եղեք, սա խոսում է մեր հետ, քուրեր ու աղբերներ, մեր հետ, հաստատ եղեք, անշարժ կացեք, այսինքն մի տատանվեք, ով ինչ ասի մի լսեք, անշարժ կացեք ձեր հավատքի վրա, ամեն ժամանակ ավելի առաջացեք Տիրոջ գործումը, ինչ էր Տիրոջ գործը, ինչ անելներ, սիրել, քարոզել, Տիրոջ անուշ ու քաղցր բարի լուրը, թագավորության լուրը տարածել։ Իմացեք, որ ձեր աշխատանքը զուր տեղը չէ տերումը։ Աստծո ժողովուրդ խապված է այն մարդը, որ կարծում է, թե կարող է ինքնուրույն հաղթական կյանք ապրել, նման բան գոյություն չունի, ինչքան հաջողակ ուզում ես եղի, քո կյանքի, քո ընտանիքի, քո մարմնի, քո կյանքը հաղթական կյանք չի լինի, եթե քո կարողության վրա է քո հույսը։ Սաղմոս 27-րդ համարը Դավիթը ասում է,
ոմանք կարգերով, ոմանք ձիերով, այսինքն կարգերով, ձիերով, այսինքն ոմանք իրանց հարստությունով, կարողությունով են պարծենում, բայց ասում է իսկ մենք մեր Տեր Աստծո անունով։ Հալելույա։ Հիսուս երբ մեզ ասաց այսօրվա քարոզը քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին, նա հաղթեց եւ խայտառակեց այս աշխարհի իշխանի դեմքը, որը սատանան է, բերեց լույսը, ծակեց եւ բացեց նրա իրական դեմքը եւ փառք Հիսուսին այսօր իր եկեղեցու համար, որ դեռ երկրի վրա է, որովհետեւ այսօր մենք ենք, որ լույս ենք տալիս այս խավար աշխարհում, դրա համար Հիսուս ասաց ամեն մեկս այն որ գնում են ու մոմ են վառում, բայց հելնում են ու խավարի գործերը անում, ոչ մի դեր չի խաղում, դու եղիր մոմ, դու վառվիր, Հիսուս թող քո մեջից լույս տա այս խավար աշխարհի մեջ, որպեսզի մարդիկ նայեն քեզ ու ասեն, իրոք լույս է այս մարդը, ամեն։ Հիսուս մեզ տվեց հաղթանակի բանալին, դժվար փորձառությունների մեջ եւ երաշխավորեց, որ Քրիստոսում մենք կարող ենք ապրել հաղթական կյանք հենց այդ փորձությունների մեջ եւ նրա հաղթանակը վերագրենք որպես մեր անձնական հաղթանակ, ամեն։ Փիլիպեցիս 4:13 համարում ասում է ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, բոլոր նրանք ովքեր այս խոսքի մեջ են թող ասեն այո եւ ամեն։ Իսկ ովքեր են այս խոսքի մեջ, ուշադիր լսեք, առաքյալը Հովանեսը, առաջի Հովանես 5:4-ում ասում է ամեն ով որ Աստվածանից է ծնված հաղթում է աշխարհին եւ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը եւ ով որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա որ հավատում է Հիսուսը Աստծո որդի է։ Ամեն։ Հիսուս Քրիստոս անձի զոհաբերությունը աշխարհի համար միգուցե այսօրը շատ ժողովուրդ դիտում են, նայում են մեզ եւ մտածում են դրա մեջ ինչն են հաղթանակ տենում, հակառակը պարտություն է, բայց մեզ հավատացյալներիս համար վերջնական հաղթանակն է մահի եւ մահվան նկատմամբ։ Մենք գիտենք, որ հաղթել ենք, մենք գիտենք, որ մենք ունենք հավիտենական կյանք, ով է դա հաստատել մեր մեջ Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին մեր մեջ դրել է հաստատություն, որ մենք հաղթել ենք աշխարհին, ամեն։ Նա իր հաղթանակով ճեղքեց երկինքը եւ հնարավորություն տվեց մեզ մուտք գործելու դեպի երկնային Աստծո հավիտենական թագավորության մեջ։ Այսօր դա ենք տոնում, որ մենք ունենք հաղթանակ դեպի երկինք, դեպի մեր հոր թագավորություն, ամեն։ Եկեղեցի քաջացիր եւ իմացիր, դու հաղթող ես Քրիստոսի նման։ Եվ այդ հաղթանակի մեջ ապրիր եւ քայլիր, զորացիր եւ Տիրոջը փառավորիր ամեն բանի մեջ։ Ավարտում եմ գեղեցիկ համարով, Հիսուսի խոսքերով։ Եվ բոլոր մեզ դիտողները նաեւ թող իմանան, Հիսուս բարձրացանեց։ Հովանես առաքյալը գրի առավ այս խոսքերը 11:25 համարում ասելով. Ես եմ հարությունը եւ կյանքը, ինձ հավատացողը թեև մեռնի ապրելու է։ Եկեք ոտքի վրա մեր գլուխները խոնարեցնենք ամենակարող հարություն առած մեր Քրիստոս Աստծո առջև, երկնային Հայր, գոհան